29:32 Ղուկաս 11 Երբ ժողովուրդը Հիսուսի վրա գտիզվեր, Հիսուս ըսավ. այս ազգը չար է, նշան գուզե, բայց ուրիշ նշան պիտի չդրվի անոր, միայն Հովնան մարգարեին նշանը։ Քանզի ինչպես Հովնան նինվեցիներուն նշան եղավ, այնպես ալ որդի մարդու այս ազգին պիտի ալա։ Հարավի թագուհին Թադաստանին օրը այս ազգին մարդոցը թեմ պիտի ելե ու պիտի թադաբարդե զանոնք։ Վասնզի երկրի ծայրերեն եկավ Սողոմոնին իմաստությունը լսելու եւ ահա Սողոմոնեն մեծ մեկը գահոս։ Նինվեի մարդիկը Թադաստանի օրը այս ազգին թեմ պիտի ելեն ու պիտի թադաբարդեն ասիգա։ Վասնզի Հովնանին քարոզչությունովը զղջացին եւ ահա Հովնանեն մեծ մեկը գահոս։ Հովնանեն մեծ մեկը գահոս։ Հիսուս իր համար գսե։ Եվ գգարտայի ուշադրությունս գրավեց այս ազգը չար է։ Եվ սկսամ մտածել ինչու չար է։ Հրյաներու մասին է խոսքը։ Բայց ոչ թե հրյա են կանո հրյա են, բայց Հիսուս այդտեղ ուրիշ բան գսե։ Եվ դերևս նույն բանը ինձ համար ալ գսե։ Սարգիսը չար է։ Ինչու՞։ Քանի որ նշան գուզե։ Այսօր շատ պարիսեցիներու նման եւ շատ հավատացյալներ կան, որ գուզեն տեսնել, գուզեն շոշափել, գուզեն հասկանալ, գուզեն զգալ հոգևոր բաները։ Եվ նշան գուզեն։ Նշանը ինչ է։ Երևելի, հասկանալի, զգացումով, իրագե, դեսանելի մի խոսքով, պալպաբ գսեն ֆրանսերեն, շոշափելի, այս է նշանը, որ գուզեն։ Եվ սիրելիներ, այս ճիշտ հագարակն է հավատքին։ Հիսուս կսա այս մարդիկը չունեն, քանի որ այս մարդիկ գուզեն դեսնել, զգալ, հասկանալ, բայց երկնային թագավորությունը դեսնել, զգալ, հասկանալով չի կայլեր, հավատքով կկայլեր։ Ուրեմն երբ որ գսեն նշան գուզեն, երևելիք բաներ գուզեն, ճիշտ հագարակ է, հավատքին ինչպես որ այստեղ գսեն։ Հավատքը ինչ է։ Հավատքը այն է, որ ես կհավատամ այն բանի, որ չեմ հասկանալ։ Հավատքը այն է, որ ես կհավատամ այն բանը, որ չեմ տեսներ։ Հավատքը այն է, որ ես կհավատամ այն բանի, որ չեմ զգար։ Հավատքը այն է, որ ես կհավատամ, ավելի հավատքը այն է, որ ես պետք է ընեմ այն բանը, որ չեմ ուզեր անել։ Նշանը ճիշտ հագարակն է։ Մի բան տեսնենք, հավատանք, որ դու ես։ Խաչեն իջիր, որ իմանանք, որ դու ես։ Մի բան մերը տեսնենք դու ես։ Հավատքը ադիգա չէ։ Տեսնեմ չտեսնեմ, հասկանամ չհասկանամ, զգամ չզգամ, հավատքը այդ է, որ ես շեշտը գտնեմ ինչ որ ըսվեցավ, առանց հասկանալու, առանց տեսնելու։ Ես կորոշեմ հավատքով ապրիլ, ասել է ես կորոշեմ քայլել այն բոլոր բաներով, որ չեմ հասկանալ, բայց որ եկած է Աստուծո։ Հասկանալ չէ հարցը։ Այն բանը, որ Աստուծո մեկ ու կայվը ես չեմ հասկանալ, ես կորոշեմ այդպես քայլել։ Ոչ թե դեր սիրտս կբիր, որ ես ինձի խոսիր, որ հնազանդիմ։ Այսպես աղոթներ կան, հա, երբեմն։ Հա, թող դերը իմ սրտիս հայտնի։ Ինչ հայտնի, արդեն ինչ որ կա քրակսած եք ես։ Ուրեմն շատեր կսպասեն Աստուծո նշան։ Մեր եկեղեցիների մասին է խոսքս, հա, հրաներու մասին չի։ Մի բան տեսնեն, մի բան զգան, մի բան փոխվի, որ իրենք ուրախանան, որ իրենք ասեն ալելույա, որ իրենք ասեն ամեն։ Հիսուս կսե այդ տեսակի մարդիկ կներեք չար են։ Հիսուսի չափանիշը շատ լուրջ այստեղ։ Կայ սուպ գիրքը մեզ գե չարերը երկինք պիտի չմտնեն։
Եվ Հիսուս ասեց սրանք չարեն, քանի որ նշան գուզեն, երևելիք բաներ, հասկանալիք բաներ, նորից կգտնեմ, հա։ Հալելույա։ Դու քեզ գտեսնես այդ մարդկանց մեջ։ Շատ անգամներ նշան գուզեն Աստծո։ Մի բան արա իմանամ, որ դեր ես, դու ես։ Մի բան արա, որ հասկանամ։ Այս դու շատ լավ գիտես, որ արածը սխալ է։ Այս սորմասին դարիներ առաջ մի բան եղավ, պատմել եմ, վստահեցի։ Հովիվ աղոթե ինչի, որ դիրոջ կամքը հայտնի ըլլա ինձ, շատ լավ։ Ինչ կամքի, ինչ թեմայի մեջ, այս տվյալ թեմայի մեջ, ասի ներողություն, բայց այս թեման արդեն սխալի մեջ ես։ Չէ, աղոթե որ դերը հայտնի։ Սիդերը չհայտնելու քեզ ոչ մի բան։ Դու գիտես որ սխալ ես, դու պիտի ապաշխարես։ Նոր բան ինչ ես սպասում։ Ինչու նոր բան կսպասես Աստծուց մե բամը, որ դու գիտես որ արդեն սխալ է։ Ինչու կսպասես որ Աստված փոխե բամը, որ դու գիտես որ դու պետք է փոխես։ Նշան այդ որ Աստծուց մե կսպասես բամը, որ Աստված քեզ ասել է որ այդպես չէ։ Հավատքով պիտի քայլես։ Հավատքով քայլելը այդ է որ չես հասկանար, բայց քանի որ դերը ասեց այդպես է։ Հավատքով այդ է որ չեմ զգար, բայց դերը ասեց ուրեմն այդպես է։ Հավատքով այդ է որ չեմ տեսներ, բայց դերը ասեց ուրեմն այդպես է։ Ես կորոշեմ այդպես քայլեր անել։ Եթե այդպես չէ, դերը գսե դու չար ես։ Գսե արդարը հավատքով պիտի ապրի։ Ամեն։ Հավատքով ասել առանց տեսնելու, առանց զգալու, առանց հասկանալու։ Բայց կհավատա։ Գուզե տեսնել այս ասկը նշաններ, գուզե զգալ, գուզե հասկանալ, բայց չուզեր ընդունիր այդ հայտնությունը, որ դերը դվեց։ Որն էր այդ հայտնությունը, որ դերը դվեց։ Հիսուս Քրիստոսը։ Հիմա պիտի ասեմ այս թեմայի վրա։ Չուզեր ընդունիր հայտնությունը, բայց գուզե նշաններ դիրոջ մե։ Չուզեր փոխել իր կյանքը, բայց գուզե որ դերը օրհնե իրեն։ Այսեք մեր նման մի քիչ։ Մենք չենք ուզեր քայլել ինչ որ դերը մեզ գասի, բայց գուզենք որ դերը մեզ այս անի, այն անի, փոխի, նոր։ Մենք մի խոսքով դուր դեր, բայց ինձանից բան մի սպասի։ Նշանները այդ է։ Նշան ուզենալ Աստծուց մեզ էլ որ ես կսպասեմ դիրոջ մե բամը։ Բայց չես տեսել այն որ դվել է քեզ։ Ուրեմն քույր եղբայրներ Գրդան բամը ասել քեզի։ Չար մի լար։ Աստուծո մեզ սпасելով բամը, նշանը առանց որ դու անես քո բաժինը։ Գարելի է սպան ասել։ Նսվապա մեշան չար մի լար։ Սпасելով բամը Աստուծո մե ինչպես հрьяաները լավ հավատացյալներ էին, բայց մարմնավոր կսպասեին նշաններ։ Բամը թող փոխվի, թող լա զգամ որ դերը այստեղ են, այսեք շատ մբաշտամունքներու մեջ ալ երբեմն այդ շեշտը գերտա զգանք որ դերը այստեղ է, մի րոպե դու չես հավատում, դու ուզում ես զգալ, այդ հավատք չի։ Դու պետք է հավատաս որ այստեղ է։ Եվ հետո դերևս կզգաս։ Ինչպես կամ չզգացի դիրոջն է։ Այսօրվա բաշտամունքը հովիվ ջան այնքան լավ չէ։ Ինչ դիրոջ ներկայությունը գարձես չգար։ Ժողովուրդ, այդ ասողը չար մարդ է։ Քանի որ դերը ասեց, որ ես այդտեղ եմ, չի հավատաց ինքը։ Ինքը ուզեց զգալ, այն լավ երկեր չերքեցինք, իր սրդին համացան երկեր չեր։ Կարոզիչն ալ մի քիչ դնգլ-մնգլ բաներ ասեց, այդ մարդը ասեց, որ այսօր դիրոջ ներկայություն չկա։ Միջակ խնդրեմը ինքն է։ Ուրեմն այստեղ չար է այդ մարդը։ Ինչու՞։ Քանի որ նշաններ է ուզում։ Ուզում է զգա, ուզում է տեսնա, բայց դերը ասում է, հավատա որ այդտեղ եմ, եթե հավատաս որ ես այդտեղ եմ։ Հավատա այն բանը որ չես հասկանար, քանի որ դերը ասեց։ Ուրեմն երբ որ Հիսուս վերադառնա, ինչ է կարծում։ Կկարծեմ որ շատերուն բիդա ասի դու դարիներ եկար եկեղեցի, բայց դու չար մարդ ես։ Դու զգացումով ես քայլել։ Դու նշաններով ես քայլել։ Դու միան աղոթել ես որ մի բան լայն կյանքիս մեջ, որ դեր ես քեզ ավելի ծանեմ, հա։ Խաչը չի փավեր քեզ։ Հիսուսի արածը չի փավեր քեզ, ուզում ես մի քիչ ուրիշ բաներ։ Ով գսե ամեն։ Հասկացա խնդիրը ուր է։ Եվ հիմա Հիսուս գսե դուք չար եք, քանի դուք նշաններ գուտեք, եւ հիմա 3 օրինակ կուտա։ Առաջին նշանը, գիտեք որ նշանը։ Հովնանին նշանը պիտի դրվի ցեզի։ Լավ գարտացեք, ինչ ասում այդտեղ։ Հովնանին մարգարեին նշանը։ Ինչպես Հովնան նինվեցիներուն նշան եղավ, այնպես ալ որդի մարդո մարդկանց նշան բիդելնա։ Նինվեն ինչ արեց Հովնանը։
Չէ, Հովնանը որ գնաց Նինվե, ինչու գնաց։ Ուղարկվեցավ, չէ։ Գնաց, չէ։ Հիմա անոնք ապաշխարեցին, կարևոր չէ։ Աստված ուղարկեց Հովնանին, գիտեք պատմությունը, ցուգի մեջ են ելավ, նստավ, ելավ, գերավ, բորացկաց, ինչ է, գնաց Հովնանին, գնաց Նինվե, ուղարկվեցավ դեպի Նինվե։ Նինվեին նշանը, գիտեք ինչ էր, որ Աստված Նինվեին կողորմի։ Եվ ղրգեց Հովնանը։ Հովնանը նշան էր ողորմության։ Հետ չկարոզեց։ Հովնանի հենց կալը Նինվե քաղաքը հենց ինքը նշան էր։ Նույն բանը Հիսուս իր մասին գսե, հենց իմ կալս արդեն քո նշանն է։ Որ Աստված ողորմել է քեզ, որ Աստված գուզե ներել քեզ, գուզե սիրել քեզ։ Ես մեր հարությունները հենց քեզ համար նշան ես, ուրիշ բան մի խնդրի։ Դու նշան ունես արդեն, ինչ նշան ես խնդրում։ Հալելույա, հավատացյալները մոռացել են Հիսուսի խաչը եւ ասում Սուրբ Հոգի հպվի ինձ, այ ախպեր, հանդարտիր։ Սուրբ Հոգին քո մեջն է, միշտ հպվում է քեզ, բայց հավատա որ հպվի։ Մի սպասեն մի երգ, կամ մի գիտար, կամ մի քարոզ, որ Սուրբ Հոգին հպվի։ Սուրբ Հոգին քո մեջ դու իզավագն ես։ Ուրեմն նշանը, որ Հիսուս ասում է դուք չարեք, կամ նշան եք ուզում, կամ դուք չհավատացիք Հիսուս Քրիստոսին, որ եկավ ձեզ։ Ան որ Հիսուս Քրիստոսին չի հավատալ, իբր Աստուծո ուղարկվածը, որ եկած է իրեն ողորմելու, այդ մարդը չար է դժոխքի գնալու։ Համաձայն եք դες։ Առաջին նշանին որ պիտի հավատաս որն է, որ Հիսուս Քրիստոս ուղարկվեցավ քեզի, ինչպես Հովնան ուղարկվեցավ Նինվե։ Երբ որ Հիսուս ծնավ, գիշեք այդ հրեշտակներուն երգը ուրախությունը։ Ինչու ուրախացան հրեշտակները, ծնունդ մենք կդոնենք, լույսեր կվարենք չորս կողմը, գերկենք եւ այլն։ Ինչու ուրախանանք։ Որ թե բրկիչը բեբեկ է, պամնալ չնավ, բայց ծնվավ, ուղարկվեցավ։ Եվ մեզի նշան դրվեցավ գսե, խանցարով մանուկը պիտի գտնեք։ Ինչ եղել է նշան դրվել է, խանցարով մանուկը պիտի գտնեք, ուր պիտի գտնեք ախորի մեջ։ Այ ախորի մեջ ինչ պիտի գտնեմ։ Չէ։ Ոչ թե մանուկն է նշանը, այլ Աստուծո ողորմությունն է նշանը, որ ուղարկեց մանուկը։ Քանի որ մանուկը այդ վարգանին բան չէր կարող անել, բայց նշանը Աստուծո, որ որդին եկավ քեզ։ Ուրեմն երբ որ հավատում ես, որ Հիսուս հենց քոնն է, ամենամեծ նշանն է, որ գնաս ուրախանալ այդ նշանով։ Որ Աստված քեզ մոռացած չէ։ Աստված քեզ մոռացած չէ։ Ամենին կեղտոտ մարդը մեր այս սրահի մեջ եւ այս աշխարհի մեջ Աստված մոռացած չէ, նշանը հրգել է, որ ես քեզ ողորմելու եմ։ Հալելույա։ Չար մարդը այդ որ Հիսուսի մեկ կողմ դրած ուրիշ բաներ է սպասում եւ շատ կներեք մեր այսօր հավատացյալներու մեջ լիքը այսպես կան։ Հիսուսի մեկ կողմ դրած ենք եւ կսպասենք նորություններ, նոր արդահայտություններ, նոր հայտնություններ, չգիտեմ նոր գարձես նոր ավետարան կսպասենք վերևից, մեկը մի բան դուղարկի մեզ, նորություն, գնում ենք կոնֆերանս, քաղաքներից կա, ինտերնետով լիքը կարոզներ են լսում որ ինչ նորություն կա։ Կարծեք ժուրնալ են նայում, գիտեք ժուրնալը բացում ես, ինչ նորություն կա աշխարհի մեջ։ Նույն մարդիկ այսօր քարոզներ են լսում, ինչ նորություն կա։ Նորություն չկա, մեկ նշան կա, Հիսուս եկել է, ուրախացիր։ Ամեն։ Ինչ նորություն ես պնդրում։ Հիսուսով մնացածները կսկսի։ Հիսուսով մնացածները կլեցվի։ Հիսուսով մնացածները գուկա քեզ նորություններ, բայց Հիսուսի նորությունները ոչ թե երկնային նորություններ։ Ամեն։ Առաջին նշանը կամ նշանը ինքը գսե Հիսուս ինքն է նշանը։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Հիսուս նշան է, որ Աստված մարդ արարածին ողորմում է։ Եվ զարմանքը վստահ Տիրոջ քիչ մնալ մեր դերևս, որ երբ որ հավատացյալներուն գնայինք, դարձեք կսպասեն մի բան։ Սպասողական վիճակի մեջ են։ Աղոտներու մեջ կմտնեն, կսպասեն, որ Աստված մի բան անի։ Ժողովուրդ, քախնիկ ցեզի։ Մի դասեմ ցեզի մի բան, բայց քախնիկը գիտեք, բան մի սպասեք, դուք արդեն ունիք միակը Հիսուս Քրիստոսը։ Եվ այստեղ գրած է Հիսուս, ասոնց նշան պիտի չդրվի միայն Հովնանի նշանը։ Ասել է մեկ բան։ Մտնում եք, հասկանում եք պատերմը։ Ես իմ հավատքս պետք է վերանայիմ, իմ աղոթքս պետք է վերանայիմ։ Աս ինձ քաչալերություն գուտա, ուրախություն գուտա, որ այդ նշանը եկել է ինձ։
ողորմություն եղել է ինձ։ Գիտես ոչ մի ուրախանամ։ Կատարվել է քիչ առաջացի խաչին վրա։ Ես ունիմ Հիսուսը։ Եթե ունիմ Հիսուսը, այդ ամենամեծ նշանը եղել է, ուրեմն այդ ողորմության վրա գառուցի քո կյանքը։ Այդ արդեն շարունակությունն է եկեղեցական մեր կյանքին։ Բայց եթե այդ ուրախությունը չունես, որ Հիսուս միակ այդ ողորմությունը եղել է քո կյանքին եւ միակ նշանը, որ Աստված գրնար ընել, երկնային Աստվածը մարդ արարածին, միակ բանը, որ գրնար ընել, ըրել է։ Եվ անալ Հիսուսն է։ Ամեն։ Ուրիշ բան Հիսուսով գսե ամեն ինչ։ Եվ հայրը գսե վերջին անգամ խոսեցավ մարդկանց, ինչով։ Իր որդվով։ Ուրիշ բան չկա նորություններ։ Եվ որդին ըրավ իր գործը ելավ երկինք, Սուրբ Հոգին ղրգեց, իր հոգին ղրգեց, նոր հոգի չղրգեց։ Այսօր երբեմն շատերը ինչ գիտնամ, այդպես աղոթներ գտարնա, երբեմն գայից թե Հիսուս չկա, հայր չկա, միան Սուրբ Հոգի։ Ժողովուրդ, Սուրբ Հոգին Հիսուսի հոգին է, հոր հոգին է, նույն բանն է։ Սուրբ Հոգին եթե չմե ես ոչ հայրը կհասկանամ, ոչ հոգին, ոչ որդին կհասկանամ։ Ամեն։ Բայց Սուրբ Հոգին ինչ կսե, ուրախ եղիր, ողորմություն ես կդել։ Ամեն։ Հալելույա։ Մեծ սիրեցեք Հիսուսը։ Չեմ գիտեր ինչպես, բայց նստած դեղենից սիրեցեք Հիսուսը։ Մեծ սիրեցեք Հիսուսը։ Ժողովուրդ, այսօր մենք մոռացել ենք Հիսուսը սիրելը։ Քանի որ միակ եթե բան մգար ընելիք Հիսուսն էր։ Ուրիշ միջոց չկա։ Երևակայեցեք մեկը բան դենք դրել, պիտի մերցնենք մի քանի օր հետո։ Մահաբադիժ։ Եվ այդ մարդը գիտե որ վերջացած վերջագետի եղել արդեն։ Պիտի մեռնի մի քանի օրից։ Եվ ու կա մեկ հոգի թուրը գպանագսը երգնա։ Գներեք այդ մարդուն անունը, կյանքը, մարմինը, ոտքը, չի մորանա այդ մարդը, կյանքի միջև վերջ։ Քանի որ միակ ինքն էր բրգողը, ուրիշ չգար։ Ցեզի միակ նշան պիտի դրվի, միակ նշան, Հովնանի նշանը, ինչպես գնաց նինվեցիներուն, այնպես որդի մարդին եկավ ցեզ։ Ես սիրտ ունիմ մի հատ զորավոր ձապ տալու Հիսուսի։ Հոգս ամեն։ Հարցեզն է։ Երկրորդ օրինակը որ գուտա Հիսուս, Հիսուս ինքն է պատմում այս պատմությունը, ինքն է խոսում։ Երկրորդ օրինակը գուտա Սաբայի թակուի մասին, որ գսե հերվից եկավ։ Եվ գսե ինչ արեց, հերվից եկավ։ Սողոմոնի խորհուրդները, իմաստությունը, գաղափարները, ուղղությունները լսելու։ Հերվից եկավ եւ գսե Թադաստանի օրը։ Հիսուս այստեղ Թադաստանի օրվա վրա շեշտը գտնի։ Թադաստանի օրը ինք ցերտեմ պիտի վգայ։ Թադաստանի օրը բանը Սաբայի տակուին պիտի կա պիտի սե այ ախպերներ։ Ես կիլոմետրներ հազարավոր ըրի, որ Սողոմոնին կարոզը լսեմ, խոսքերը լսեմ։ Դուք Հիսուս ունիք, որ Սողոմոնից մեծ է։ Հիսուս ինքը գսե եւ Հոս գսե Սողոմոնից մեծը դա։ Հասկանում եք։ Հիսուս ինքը իր մասին գսե որ ինք, որ Սողոմոնը այս աշխարհին ամենախելացի մարդն էր։ Հիսուս գսե ես իր ավելի մեծ եմ։ Համաձայն եք։ Ուրեմն գսե տակուին, դուք աշճապ, ես աշճապ տարիներ է, աշճապ կիլոմետրներ ըրի եկա լսեցի Սողոմոնին քարոզը կամ խոսքը, իսկ դուք Հիսուսը ունեիք եւ այնքան էլ կարեւորություն չդվիք իր խոսքին, իր խրադին, իր իմաստության։ Թադաստանին օրը Հիսուս ցեզ մե հաշիվ պիտի բանջե իր խոսքին որքան դեղ դրիք։ Այո, Հիսուս ողորմությունն է մեզ, ամեն, ուրախություն է մեզ, այո, բայց Հիսուսի լսել գա։ Հնազանդիլ գա։ Հիսուսի խորհրդի համար քիչ մը չարչարվիլ գա։ Սուպ իր տարտալու համար իր խորհուրդները առնելու համար մի քիչ զոհապերություն գա։ Հալելույա։ Եթե թակուհին անչափ կիլոմետրներ հրավ, դու քո նստած դեղդ 50 սուպ կիրք ունի սուպ տանոտ մեջ, դու քանի կիլոմետր գնես սուպ կիրքը տարտալու։ Որքան գզոհվի սուպ կիրքը տարտալու։ Եթե Հիսուս իսկապես քո ողորմությունը եղավ, դու գիտես որքան պետք է զոհվիս այդ խոսքը սերդելու եւ իր խրատները ստանալու։ Դեր Հիսուս ասա, ո՞րն է շիրակը։ Սորվեցուր ինձ, ո՞րն է, ինպես Սողոմոնին գնաց լսեց, Սողոմոնը խոյեցավ թակուհին, որ մենք թակուհի չենք, հա ոչ էլ թակավոր։ Թակուհին նստավ փերանպած Սողոմոնին լսեց։ Մենք երկու րոպե Հիսուսին չենք լսում։ Հասկացաք մեր խնդրումը ուր է։ Հալելույա։ Չի մտնում ժողովուրդ։
Նայում եք ինձ, կարծես թե ես ինչ ասում ես մարդը, հասկանալի չի։ Ինչ իջեցնեմ։ Պրեսիոն իջեցնեմ։ Երրորդն Հիսուսը պրեսիոն տալիս է մեզ, որ մենք վարվում ենք այդ պրեսիոնին տակ։ Դուք չար ասք եք ասում եք, քանի որ դուք չընդունեցիք միակը։ Հա, ընդունեցիք դեր, հա, ընդունեցիր։ Խոսքիս համար որչափ զոհվում ես, երկրորդ հարցումը։ Որչափ զոհվում ես խոսքիս համար։ Գիտես, Հիսուս եղբայր։ Հա, կորձ ունենք, պիտի ամուսնանամ, դրամ չունիմ, պիտի աշխատիմ, սպոր պիտի անեմ, գինես հետ պիտի խոսիմ, ամուսին հետ էս խնդիրը։ Էս հա քո Հիսուսի սելը թակուին բես Սողոմոնին եկավ դու էսպես ես գալիս Հիսուսի մոտ։ Նամալ չես գալիս, այդ արդեն ավելի պրոբլեմ։ Չար ասք է, աշխարհը նշան գուզեն, որ իրենց աչքերը ուրախացնեն։ Մարդիկ երթան կոնֆերանսների կամ ժողովների, որ իբր թե ասեմ ճագերդյալ, որ այդտեղ բաներ ստանում են մի բաներ իրենց կարծիքով, լավ են զգում, հա? Լավ են զգում, ասում են, վայ, ես ինչ լավ է, բայց իրենք ոչ մի բան չստացան դիրոջից, քանի որ իրենք զգալու համար են գնացել։ Իրենք փոխվելու համար չեն գնացել։ Իրենք Հիսուսի նշանը չեն տեսել, քարոզիչն են նայել։ Ես ինչ լավ քարոզիչ է, լավ էր հակեր, կրավատը լավ էր դրել, հա, փողգաբը։ Շատ լավ մարդ է, հա, լավ է հակնում ամեն գիրագի, լավ է, այդպես խոսք է։ Այդ մարդը Հիսուսի մասին է խոսում, իրենք նայում են գոշիկի, ինչ է հակել, շաբիգի, ինչ է եղել։ Այդպես կա։ Գանեք, գնացեք, նայեցեք այստեղ այնտեղ դարբեր եկեղեցիների մեջ այդ խնդիրները կան։ Մարդը այստեղ բորում գանչում է այդտեղ երկու քույրեր խոսում են, բայց իր գարձեմ այդ իր շաբիգը լավ է։ Մի հատ հարցնեմ որտեղից է արել։ Այ ախպեր, լսի Հիսուսի մասին է խոսում այդ մարդը։ Հալելույա ժողովուրդ։ Ուրեմն դերը այստեղ գսե չար ազգեն, քանի որ հավատացյալ են, բայց չեն տեսել միակը, որ Աստված ուղարկել է իրեն։ Միան նշաններ են նայում, նշաններ են փնտրում, զգում են, ապրում են, տեսնում են, փոփոխություն են ալիս, վայ, ես ինչ լավ բան եղավ այս շաբաթ։ Աղոթեցի դերը պատասխանեց։ Այախբեր լավ է, փառք Տիրոջ, բայց այդ կողյանքի նպատակը չի։ Դու պիտի ասես, ես ինչ լավ շաբաթ էր Հիսուսի մի քիչ ավելի ծանոթացա այս շաբաթ։ Այդ պիտի ասեիր դու։ Եվ ոչ թե պիտի ասեր աղոթեցի, ինձ տվեց։ Էլ դեր մի հատ ուրիշ կա, չէ՞, սիստեմը մեր հայերի մեջ։ Ինչ աղոթում եմ, դերը դալիս է։ Ինչ կխնդրեմ, դերը գդա։ Իսկ զարմանաս, որ էլ ինչ Աստված է, որ Աստծո մասին է խոսում ինքը։ Քանի որ մեր Աստվածը, սուրբ Գիրքի Աստվածը, ինչ որ խնդրեմ չի տալիս, ինձ տալիս է ինչ որ իր փառքին համար է։ Ամեն։ Եվ իմ խնդրանքս կփոխի նույնիսկ, որ իր փառքին համար աղոթեմ եւ դա։ Հալելույա։ Ամեն։ Չար ազգ, քանի որ այս մարդիկը չընդունեցին միակ նշանը, հետո այս մարդիկը փոքր զոհողություն չարեցին։ Այդ փարիսեցիներից բացի Նիկոդեմոսը, ով եկավ Հիսուսին ասելով, մի հատ խոսա, բացադրի, հասկանանք, Հիսուս ջան, քո քարոզը, քո միտքդ մեմը հասկանանք, ով ասեց։ Ամեն հավատացյալ էին, ամեն շաբաթ գաղութեին, խումբ կձխեին, ժողովրդին կսորվեցնեին, բայց Հիսուսի համար չար ազգ էր, քանի որ իր խոսքին տեղ չէին տալիս։ Հավատացյալ լալը շատ հեշտ է, բայց Հիսուսի հետևելը հեշտ չի։ Ամեն։ Հավատացյալ լալը հեշտ է, բոլորս ալ հավատացյալ ենք, մի բանի կհավատանք, բայց Հիսուսի հետևելը։ Թակուհին եկավ, կիլոմետրները վազ Սողոմոնին խրադը լսելու, եւ հիմա գսե ես, ես շատ եմ սիրում, բայց հոս Սողոմոնից ավելի մեծը կա։ Վայ։ Երևակայ գարտում ես սուրբ գիրքը, մի անգամից Հիսուս ասում է, ես այստեղից ամենամեծն եմ։ Այդտեղ մարմինը մի հատ ինչ կլինի, կփշակավի, եթե հավատում ես։ Երրորդ օրինակը, որ գտա նորից Հովնանի օրինակը։ Գսե, նայեցեք, գսե Նինվեի մարդիկը Թադաստանի օրը, պիտի կան ձեր առաջ։ Պիտի ելեն եւ պիտի թադաբարդեն այս ժողովուրդը։ Ինչու՞։ Քանի որ Հովնան քարոզեց եւ անոնք զղջացին եւ փոխեցին իրենց ընթացքը։ Ապաշխարեցին։ Եվ հոսքս է Հովնանից ավելի մեծը կա։ Մատթեոս 13-ի մեջ գրված է եւ հոս դաջարից ավելի մեծը կա։ Հիշում եք այդտեղ։ Հրյաները դաջար, վայ սուրբ դաջար, վայ դաջար։ Հիսուս գսե, այ ախպեր, հոս ավելի մեծը կա։ Դաջարի մի նայի, ավելի մեծին նայի։
Ուրեմն Թադաստանի օրը գսեն նինվեցիները պիտի կան եւ պիտի ասեն ամոթ ես։ Հովնանը բարապ մարդ, վախկոտ մարդ, եկավ քարոզեց եւ մենք ապաշխարեցինք, բայց դուք Հիսուս ունեիք, բայց ինչու չապաշխարեցիք։ Հիսուս որ Հովնանից ավելի մեծ է։ Չեք կարծել որ Նինվեի ժողովուրդը պիտի կա մեզ ալտադաբարդի եւ մեզ մի քիչ ավելի։ Քանի որ մենք շատ խոսել ենք Հիսուսի մասին։ Շատ կարդացել ենք Հիսուսի խոսքերը, բայց արդյոք ապաշխարել ենք, արդյոք զղջացել ենք, արդյոք փոխել ենք մեր ընթացքը։ Հեշտ է ասել ես հավատում եմ, բայց արդյոք բդուղը գա ապաշխարության։ Զղջումի վերջին անգամ երբ մեկում ասիր եղբայր շատ կներես, ես էի մեղավորը։ Երբ դիրոջ առաջ ելանք եւ ասենք դեր ներե, ես էի մեղավորը, հիմա պիտի փոխվիմ։ Հիմա պիտի փոխեմ ընթացքս։ Հիմա այլևս առաջ այսպես էի մտածում, հիմա այսպես պիտի մտածեմ։ Առաջ այսպես կխոսեի, հիմա այսպես պիտի խոսիմ եւ ասա, պիտի տեսնեք տարբերությունը։ Վերջին քրկին մաղաքյա քրկին վերջին համարներ ինչ կսե, եւ վերջին օրը տարբերությունը պիտի երևնա չարին, ամպարիշտին եւ ծառայողին։ Պիտի երևնա։ Եթե ապաշխարեցիր, եթե զղջացիր, պիտի երևնա, բայց զղջալու համար խոսքը պիտի լսես։ Խոսքը լսելու համար պիտի ընդունես, որ միակ Հիսուսն է, միակը, որ մեր պետք է կա քո փոփոխությունը։ Հալելույա։ Հիմա գուզես բամը փոխվի քո կյանքիդ մեջ։ Մի աղոթե որ բամը փոխվի։ Գուզես բամը փոխվի կյանքիդ մեջ, մի աղոթե որ բամը փոխվի։ Այլ հիմա ասկե վերջ ձունգի է գուր միայն դիրոջ առաջ առանց որ մեկ բան խնդրելու ասելու որ դու ես միակ նպատակը կյանքիս գիտեմ շատերը չեն ընդունի շատերը գսեն ծայրահեղություն է բայց այս է ճշմարտություն դու եք միակ նշանը որ դերը ուղարկեց դու ես միակ կյանքիս շունչը թթվածինը օքսիգենը ջուրը Եվ երբ որ դու զոնգի ուկաս եւ գսես որ այո դեր դու ես տերը սիրտ կփանաս գսես հիմա խոսա խրատներդ լսեմ սորվեցուր ինձի սորվեցուր Հիսուս սուրբ ոգի չէ որ ասեց սուրբ ոգի պիտի ղրգեմ ցես պիտի սորվեցնե ինչ որ ասեց չէ ուրեմն սորվեցուր ինձի սուրբ ոգի սորվեցուր ես պետք ունիմ անոր համար արդու մի քիչ ավելի շուտ կապտանամ որ սուրբ գիր կարդամ քիշերը բարապ բաներ չեմ լսել որ սուրբ գիր կարդամ տելեֆոններս կանչադեմ որ սուրբ գիր կարդամ կարոզներ էլ չեմ լսի որ սուրբ գիր կարդամ հասկացաք միտքը Սորվեցուր, ով գահավատա, որ սուրբ ոգին կսորվեցնի։ Հալելույա։ Ուրեմն դեղ դուր, բայց դեղ դալու համար պիտի կանգնես։ Բայց պիտի դու սորվեցուր, ոչ թե սարկես սորվեցնի։ Ոչ թե այս մարդը կամ այն մարդը կամ քո գարձիցներ, կամ երազներդ, կամ քո գարձածներդ։ Ես հիմա նոր համակարգ եմ մտել ես իմ համար, իմ ընթերցումից անցնագա։ Ինչ որ գարտում են 0-ից, ինչ որ գարտում են քրում եմ մոդես եւ սերդում եմ։ Թեգուզ 50 անգամ քարոզեր եմ այդ թեմայի վրա, բայց սերդում եմ։ Ասում եմ սորվեցուր դեր, սորվեցուր դե գա, բաներ գա պիտի սորվիմ։ Ես պիտի զոհապերվիմ, որ ավելի սորվիմ։ Քանի որ բանը թակուհին եկավ կիլոմետր ռավ Սողոմոնին, որ մի բան լսի, ես ալ մի քիչ կիլոմետր պիտի անեմ, որ ավելի սորվիմ։ Լավ ժողովուրդ ջան, ծեր հավատքի հիմքը Հիսուս, խոսքը եւ հետո հնազանդությունը։ Երրորդ բանը այստեղ ասեցի, Նինվեն հնազանդեցավ, ապաշխարեց։ Մինչև չապաշխարեց չփոխվես, քո սորվիլդ իմաստ չունի, քո Հիսուսի հավատալը դալ իմաստ չունի։ Ով գսե ամեն։ Քանի որ շատեր կան, կվերջացնեմ վերջացա կարոզ այսօր, այսօր։ Վերջացա։ Գամ չար ազգ ես, գամ չար մարդ ես, գամ Հիսուսի խոսքը լսող եւ ապաշխարող մարդ ես։ Երուկեմ մեկը դու որոշի։ Հիմա թերևս դու շատ խելոք մարդ ես, լավ բարի մարդ ես, աղքատներուն տրամ գուտաս, միշտ լավ աշխատես, միշտ լավ ուժբիդես, միշտ լավ գոկնես, հա, մարդկանց համար, բայց Հիսուս ինչ կսե քեզի։ Հրյաներուն, որ հավատացյալներ էին, որ քահանաներ էին, որ սուբկիկը 5 դագարանը անկիր գիտեին ինչպես քեզ մե 1000 անգամ ավելի լավ, այդ մարդկանց Հիսուսը ասավ, չար ազգ, չընդունեցիք ինձ իբր ծեր դերը, չլսեցիք իմ խոսքս զոհողությամբ եւ դուք չհնազանդվեցաք, չապաշխարեցիք կատարյալապես։ Թադաստանի օրը մեջտեղ բիդելեն ես բոլորը։ Այո, այդպես էլ մնացել են, քանի որ եթե չես ընդունիր Հիսուսը։ Այս իմ վախս մենք ենք։ Գիտեք իմ վախս ինչ է, անոնք որ գսեն թե իրենք ընդուներ են Հիսուսը, իմ վախը սրանք են։ Քանի որ այդտեղ կան իսլամները ուրիշներ եւ այլն, չեն ասում ենք Հիսուսը չենք ուզում, օքեյ, չես ուզեր եւ քո խնդրեմը ինձ ինչ։ Գքարոզեմ, չես ընդունիր, խնդրեմ չկա, բայց վտանգավորը մենք ենք։
Քանի որ մենք կսենք Հիսուսը, բայց ներողություն, շատ ներողություն, շատ ներողություն, մենք կսել ենք Հիսուսը, հա, բայց Հիսուսին ինչը։ Դու Հիսուսը ճանաչել ես։ Դու գիտես ով է։ Մի քանի շաբաթ առաջ կարոզեցի դեր ասելով ընդունել ես։ Ոչ թե դու ես դարձել Հիսուսի դերը։ Մեր աղոթներու մեջ երբեմն այդպես է։ Դերը ասեն գանելու, այսինքն պիտի անեմ, վաղ ասիգա դուր, մյուսօր այդպես ռեթուրը սպած, ջաշ դուր, ջաշին փող դուր, աս դուր, մենք դարձել ենք դերը, Հիսուսը դարձել է մեր ծառան, ասրե աները, ասրե աները։ Չեմ կա նեղացրած աշոդը, երաշոդը միջի դեսնեմ երեսը, որոշեցի միջի բարևեմ։ Որա ինքը մարդը որոշել է։ Դերը ով է։ Այդպես։ Եկեղեցի չեմ գա, հա ինչու է միտքս տրի։ Լավ, օքեյ, ով է դերը, ինքն է դարձել։ Այսպես բաները որ գտեսնես, կսո մի րոպե խնդիր գա։ Խնդիր կա մարդիկ դարձել են իրենց դերերը եւ այսօր միակ դեր Հիսուսը չեն ընդունել։ Խոսքով այո, բայց գործով երևում է որ չէ։ Զողողություն դիրոջ խոսքը լսելու։ Զողողություն փոխելու համար ամեն ինչ եթե իր կամքին համացան չէ։ Հալելույա։ Հիմա հարց քեզի։ Մի պատասխանի։ Ահա չես կնար պատասխանել, բայց մեջ է մտածի։ Դու պատրաստ ես ինչ որ դերը ասի, այդ անես։ Կորձիտ վերապերյալ լավ լսի։ Լավ լսի։ Երգրիտ վերապերյալ, ընտանիքիդ վերապերյալ, փողի հետ կապված վերապերյալ, ծրագրիտ վերապերյալ, ինչ գիտեմ, քո սիրածներիդ հետ վերապերյալ դերը ասի, էս չի, էսա։ Պատրաստ ենք։ Ժողովուրդ ջան, գտեսնեք որ հիմա գիտեմ որ շատերը սկսակ մտահոգվել, բայց այս է Հիսուսի միակ ընդունիլը իբր միակ մեր դերը։ Խաչի վրա ելավ, նշան եղավ մեզի դերը։ Մերավ մեզի համար, հարություն արավ մեզի համար։ Անորմար շատեր գանչված են, շարունակությունը գիտեք քիչերը ընդրված։ Եկեղեցիները շատեր հավատացյալներ կան, բայց Հիսուս որ կա այդ շատերից քանիները։ Թադաստանի օրը ով բիդել է իմ թեմս, ասելով Սարգիս։ Ես երբ որ դերը եկավ իմ խոսքիս, իմ սրտիս մեջ ես փոխվեցա, բայց դու ինչու չես փոխվում, Սարգիս։ Դու որ քարոզիչ էիր, դու որ հավատացյալ էիր, դու որ սուտ գիրքը գիտեիր։ Թադաստանի օրը մեջտեղ պիտի կա։ Եվ մենք այստեղ բոլորս հավատում ենք, որ Թադաստանի օրը պիտի լինի։ Չէ՞։ Միան երկու հոգի կարծես վախով ասեցին ամեն։ Ես ասեմ ցեզի քուր եղբայրներ վերջացա։ Նորից եմ ասում միշտ որ քարոզը կվերջանա, գիտեք ինչ կաղոթեմ։ Գսեմ դեր ես իմ բաժինս կատարեցի։ Երկու կորզն է մնացածը։ Ես իմ կորձս կանեմ, դու գուպադասանատություն ունիս քուր եղբայր լսելու եւ լուրջ սաբայի գնոջ նման, սաբայի տակուին նման լուրջ զոհվելու։ Նայեցեք մեր եկեղեցիներու մեջ այլ սուպ գիրքով եկող մարդիկ չկան, նոտ առնողներ չկան։ Ես ցեզ ասեմ հիմա ինչ որ կարոզեցի մի ժամ հետո մորանալու եք բոլորդ։ Դերևս մի քանի գեդեր պիտի իշեք։ Ժողովուրդ, սաբան եկավ տակուին, կիլոմետր հրա որ մի բան լսի եւ վստահ գրեց այնտեղ, ինչ որ Սողոմոնը ասում էր։ Մենք այստեղ Հիսուսի խոսքերն ենք կարդում եւ նստել ենք пассив, ասում ենք ես ինչ լավ խոսքեր է, բայց այդ խոսքին մեջ չենք։ Ես իմ բաժինն է ցեզ արտնցնելու։ Իմ բաժինը ցեզ ասելու, սիրելի քույր եղբայրներ, եթե Հիսուսը միակ մեր Տերն է, որուն համար մենք ասել ենք ընդունենք, մենք Սաբայի տակուին նման պիտի զոհվենք իր խոսքը լսելու եւ նինվեցիներու նման պիտի ապաշխարենք, զղջանք իր խոսք, մեկ խոսքի դիմաց։ Հովնանը գիտեք ինչ ասեց։ Ինչ ասեց։ Քարոզալ չի քարոզեց ժողովուրդ։ Նայում եմ Հովնանին քարոզին, քարոզալ չէր որ քարոզեր։ Ցեզ պիտի քանտի դերը, պիտի ավրի դերը։ Ուրիշ քարոզ չասեց։ Մարդիկ ապաշխարեցին։ Մենք ժամերով քարոզում ենք։ Պատրաստում ենք մեր քարոզը, քրեր ենք 1, 2, 3, 4 կետերով, էսա, էդա զիրով, վախով, որ մեկը չնեղվի, լավ քարոզում ենք, բայց մարդիկ չեն լսում։ Եվ այդպես է վերջին օրերը գսե արդյոք հավատ պիտի գտնեմ։ Հիսուս գսե վերջին օրերը որ կամ ես հավատ պիտի գտնեմ։ Եվ ցեզ ասում եմ,
Ժողովուրդ, ես ասում եմ Հիսուս որքա այնքան էլ հավատք պիտի չգտնի։ Եվ ասեմ, հուսամ դուք այդ հավատքի մարդկանց մեջ լինեք։ Մենք այդ հավատքի մարդկանց մեջ լինենք։ Ամեն։ Այսօր այս կայնը